Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4 վարկածով աշխարհի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, մաս ռեսլինգի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, սթրոնգմենի Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, մարտարվեստի աշխարհի չեմպիոն, ձեռնամարտի 4-րդ դանի վարպետ Յուրի Սաքունցն է։ Յուրին մանկուց է զբաղվել տարբեր սպորտաձևերով, սկզբնական մարզումներն անցկացրել է հոր, ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն, սպորտի վարպետ Նիկոլայ Սաքունցի մոտ։ Միայն այս տարի Յուրին մասնակցել է 7 մենամարտի։ Ես պատրաստ եմ ամեն ամիս նույնիսկ մենամարտել։ Խնդիրը նրանում է, երբ որ ես մենամարտում եմ, մեկնում եմ մենամարտի, ամբողջ ֆինանսական ծախսը դա ընկնում է իմ ուսերին։ Մեծագույն խնդիրը դա է, որ չնայած նա որ ես համ մարզվում եմ, համ սնունդ ամեն ինչը էլի իմ ուսերին է, բայց նաև այդ մեկնելը եւ այնտեղ կա մուտքավճարներ եւ այլն, սա իմ ուսերին է։ Բայց կուզեմ նշել, որ կան մարդիկ, ովքեր որ իմ ընկերները, ովքեր որ իմ կողքին են։ Ամեն անգամ, երբ վերադառնում է մրցումներից, հանգստի փոխարեն սկսվում են նոր պարապմունքները։ 2014 թվականից սկսել է սահմանել ռեկորդներ ուժային վարժություններում, հայտնվել համաշխարհային ռեկորդագիրների շարքերում։ 2019 թվականին դարձել է ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի գավաթի բացարձակ հաղթող, 2022 թվականից մտել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհ։ Աշխարհի եւ Գինեսի ռեկորդագիրը սահմանել է 20 ռեկորդ։ Պրոֆեսիոնալ ռինգում Սաքունցն անցկացրել է 14 մենամարտ, որոնք ավարտել է փառահեղ հաղթանակով։ Մենամարտերից 12-ն ավարտել է նոկաուտով։ Իր ամբողջ կարիերայի ընթացքում ամենահիշարժան հաղթանակը, որը երբեք չի մոռանա Յուրին, այս տարի Մոսկվայում ադրբեջանցի մարզիկի հետ մենամարտն էր։ Շատ կարևոր օրով, ապրիլի 24-ին, եղերին հիշատակի օրը, մենամարտել եմ ադրբեջանցի մարզիկի հետ եւ պատկերացրիք ինչ ծանր օր։ Դա մի հատ աննկարագրելի զգացողություններ էր, ամբողջ հայ ազգը չեք պատկերացնի ինչքան մարդեր գրում ու զանգում, ես չի հասնում նույնիսկ պատասխանեի։ Հաղթանակ ու մեծ հպարտություն հերթական անգամ Հայաստանի եռագույնը ցնծած միջազգային արենայում։ 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի ադրբեջանցի մարզիկին, հաղթանակով գոտիով հետ վերադարձա հայրենիք։ Մարզիկը մի փոքր մտահոգ է, չկա պետության աջակցություն։ Սա ամենացավալի հարցն է, որ այլ չինը ոնց դիմենք մարդկանց, էլի։ Դիմել են բազմաթիվ անգամներ։ Պետական կառույց երևի չի մնացել, որ ես չդիմեմ։ Չկա աջակցություն, ոչ մի ձև չկա։ Հաղթանակած հետ ես գալիս մեծ սպասումով, որ հայրենիքը մեծ ոգևորությամբ քեզ կդիմավորի, բայց արի ուտես լռություն է ամենուր։ Որ սենց շարունակվի, չեմ վախետ ասեմ, որ մենք կլքենք մեր երկիրը, ինպես յուրաքանչյուր մարդ կլքի մեր երկիրը ու կասենխի գնաց այդ մարդը։ Հարցը ստե գումարային չի, ես որ հանդիպում եմ մարդկանց հետ, ասում ստե հարցը գումարը չի։ Հարցը վերաբերմունքն է։ Երբ որ մարզիկը, չգիտեմ, մշակույթի ներկայացուցիչը, մարդ որ գնում է երկիրն է ներկայացնում, ինչ որ կապ չունի որ պետությունը, մի հոգի մարդ է գնում է մի ամբողջ պետությունը ներկայացնում եւ հաղթանակած հետ է գալի։ Կարծում եմ պետք է վերաբերմունք լինի։ Հայաստանը ներկայացնող ու հաղթանակներ բերած պրոֆեսիոնալ բոքսի չեմպիոնը իր գործի նվիրյալ է ու չի պատրաստվում թողնել սպորտը։ Օդանավականում ինձ դիմավորել են իմ ընկերները, իմ եղբայրները, չի եղել պետական կառույցներից, որևիցե մի անդամ։ Նա վստահ է իր ուժին, էությանն ու գործի նվիրվածությանը։ Սաքունցը շարունակում է իր պայքարը, անկախ դժվարություններից, անտեսվածությունից կամ լռությունից։ Նրա համոզմամբ մարդը պետք է շարունակի քայլել, որքան էլ ճանապարհը ծանր լինի։ Յուրիի մեջքը դեռ ուժեղ է, ձեռքը հաստատ, կամքն անսասան։ Նարնե Ղուկասյան, Ստեփան Տիգրանյան, Իշխանություն լրատվական։